Դուք դեռ բավարարվում եք եկեղեցու մոմավառությամբ, կամ առավոտյան բացելով աչքերը փառքը շատ Տեր Աստված բառերով, իսկ լավագույն դեպքում տանը ծնկաչոք աղոթքով, ու հետո հանգիստ անցնում ձեր առօրյային։ Առօրյային? Իսկ ինչ առօրյա եք ունենում։ Դե բնականաբար յուրաքանչյուր մարդու կյանքը տարբեր է, բայց բոլորի կյանքը համեմված է մի քիչ ստով, մի քիչ հայհոյանքով, մի քիչ ատելությամբ դիմացինի նկատմամբ եւ այլն։ Հա, իդեպ, ինչի մասին էր ձեր աղոթքը։ Եկել եմ ձեզ հիասթափեցնել, որովհետեւ այդպիսի աղոթքը առաստաղից վերև չի գնում։ Ինչու՞։ Դե որովհետեւ աղոթքը պարզապես տեր ջերմերանտ խոսքերը չեն, այլ կյանք, որում պետք է արտացոլվի Քրիստոսը։ Աղոթքը չի ավարտվում այն պահին, երբ մենք ասում ենք ամեն։ Աղոթքը չի առանձնացվում կյանքից կամ չի կարելի գիծ քաշել ու ասել. ահա ես մտնում եմ աղոթքի սրբազան տարածք եւ ահա ես մտնում եմ սովորական կյանք։ Աղոթքը պետք է աջակցվի գործողություններով։ Օրինակ, անիմաստ է աղոթել առողջության համար ու չլվանալ ձեռքերը կամ խմել ծորակի ջուր համաճարակի ժամանակ, կամ էլ ուտել ու օգտագործել այնպիսի կերակուր, որոնք վնասակար են։ Անիմաստ է աղոթել եւ միաժամանակ մեղսալի կյանք վարել, քանզի հենց այդ աղոթքն է գարշելի։ Առակաց 28:9։ Անիմաստ է աղոթել Աստծուն մերձավորների համար, բայց ոչինչ չանել նրանց օգնելու համար։ Ինչ օգուտ ունեն նրա խոսքերը, Հակոբոս 2:16-ը։ Աղոթքը, ինչպես հավատքը, մեռած է առանց գործերի, Հակոբոս 2:26։ Երբեմն մենք պետք է դադարենք աղոթել, ստանձնելու այն գործը, որի համար աղոթում ենք։ Աստված չի անում այն, ինչ մենք ինքներս պետք է անենք։ Նա լռում է, մինչև մենք չկատարենք մեր մասը։ Աստված չի պահանջում, որ մենք դառնանք վանականներ կամ ճգնավորներ, հեռանանք մարդկանցից իր ծառայությանը նվիրվելու համար։ Մենք պետք է ապրենք այնպես, ինչպես Քրիստոսն ապրեց, լինենք աշխատանքի եւ աղոթքի մեջ։ Մարդը, ով ոչինչ չի անում բացի աղոթքից, շուտով կդադարի աղոթել, կամ նրա աղոթքները պարզապես սովորությունից դուրս կլինեն։ Երբ մարդիկ հեռանում են հասարակական կյանքից, իրենց քրիստոնեական պարտականություններից եւ իրենց խաչը կրելուց, երբ նրանք դադարում են ջանասիրաբար աշխատել Տիրոջ համար, ով անխոճ աշխատել է իրենց համար, նրանք այլևս ոչ մի բանի համար աղոթելու բան չունեն։ Նրանք կորցնում են նվիրվածության եւ բարեպաշտության ողջ ցանկությունը։ Նրանց աղոթքները եսակենտրոն են։ Նրանք չեն կարողանում աղոթել մարդկության կարիքների, Քրիստոսի թագավորության կառուցման, իրենց ծառայության մեջ զորություն ստանալու համար։ Դա կլինի պաշտոնյա թե հասարակ աշխատակից, դրանից քրիստոնյայի պարտականությունը չի վերանում, եւ աղոթքի մեջ նրա կարգավիճակը նույնպես։ Ինչ աղոթք ես բարձրացնելու Աստծուն այս ամենը լսելուց հետո։ Աղոթքը ապրելակերպ է, ոչ թե բառեր։